Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Ողջույն, պարոն Մեհրաբյան, շնորհակալություն։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար, պարոն Ոսկանյան։ Ռուսաստանը եւ Իրանը գրեթե միաժամանակ արձագանքեցին TRIP նախագծին, ամերիկյան ներկայությանը Հայաստան Միացյալ Նահանգներ համագործակցությանը, բայց առանձին անդրադառնանք, հա, ռուսական կողմը ասում է, որ Վաշինգտոնը եւ Երևանը չեն կարող հետագա խորհրդակցությունները շարունակել առանց Մոսկվայի, որովհետեւ երթուղին անցնելու է ռուս սահմանապանների պատասխանատվության տարածքով, Հայաստանն էլ ԵԱՏՄ անդամ է, Ռուսաստանն էլ կարող է հետաքրքրություն ունենալ այս նախագծում։ Առաջին հայացքից փաստերի արձանագրում է անում ռուսական կողմը, բայց ինչու՞։ Ցավոք սրտի այդ չինովնիկը ասում է նույն բանը, վերելով նույն հիմնավորումները, ինչը գոնե ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ դրանք այդ նշված այսպես կոչված հիմնավորումները, դրանք գործոններ են, որոնք Ռուսաստանին միշտ հույս են տալու, որ նա կարող է վերադառնալ եւ ներկայացնելու է ինչ-որ թղթեր, ինչ-որ հիմնավորումներ եւ ասի այս կոպիտ ասած այս ապրանքը իմն է, ձերը չի։ Եվ քանի այդ այսպես կոչված հիմնավորումները լիկվիդացված չեն, իսկ Հայաստանի թիվ 1 անելիքը պետք է լինի այդ հիմնավորումների լիկվիդացումը, խոսակցությունները շարունակվելու են, ես էլ չեմ ասում, Ռուսաստանն իրեն նույնիսկ արդարացում է տեսնում իր ցանկացած գործողության մեջ, որը նա այստեղ կտեսնի, ընդ որում առաջնորդվելով հայտնի ռուսական բեսպրեդելի բոլոր այսպես դրսևորումներ հանգում։ Դեպապես նրանց պետք է ուղղակի այդ հիմնավորումներից զրկել։ Հիմա մեր պետությունը դիմում է Եվրամիությունը, թե մեզ օժանդակեք հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու հարցում։ Շատ լավ, հիբրիդային սպառնալիքը դրել եք երկրի կենտրոնում ու այնպեսի տպավորությունը, թե վրան էլ ցելոֆան եք քաշել, որ վրան խազ չընկնի։ Էլ չեմ խոսում, այնց մի հատ տաբույացված հարցը, չէ, մենք օրակարգում չունենք նման հարց։ Բա ինչ ունեք օրակարգում։ Այսինքն Եվրամիությունը պետք է գա մեզ օգնի հիբրիդային վտանգների դեմ պայքարելու հարցում, երբ մենք մեզ չենք օգնում այդ հարցում։ Թե պետք է Եվրամիությունը մատով ցույց տա, ասի այսա լիկվիդացրեք, խորհուրդ եմ տալի, այ օժանդակում եք խորհրդատվությունը, այսա լիկվիդացրեք։ Ու երկրորդ հարցը, որ ասի կանեք, ես չունեմ այս հարցի պատասխան։ Կամ եթե պետք է իրենց ասելով անեք, այսինքն ինչ, այսքան ժամանակ, որ ասում ենք, այդ ասածը ասած, չի։ Չի մասին է խոսքը։ Մեկ երկրորդը, գիտեք ինչ, երբ Կայա Կալլասը, որի հայտարարությունից էլ մենք իմացանք, հա, որ Հայաստանը նման հարցով պաշտոնապես դիմել է Եվրամիությանը, խոսեց այն մասին, որ այդ վտանգները այն Մոլդովայի տիպի են, չէ։ Ես կարծում եմ, որ այստեղ շատ ավելի խորն վտանգները, քան Մոլդովայի պարագայում։ Շատ պարզ պատճառով, որովհետև այստեղ Ռուսաստանն ավելի մեծ հնարավորություններ է թողնված Ռուսաստանի իր օրակարգերը սպասարկելու համար։ Մենք հարկատուներս մինչև հիմա փող ենք տալի, որ ռուսական հիբրիդային պատերազմի տեղեկատվական կոմպոնենտը գա լցվի մեր տները։ Մենք ենք փող տալի դրա համար, հասկանում եք։ Մենք մինչև հիմա հանդուրժում ենք, որ Երևանի կենտրոնում աշխատում է Սպուտնիկ։ Մենք մինչև հիմա հանդուրժում ենք, հա, որ եւ այդպես էլ ինստիտուցիոնալ լուծում չեն գտնում այն հարցում, թե ոնց է ստացվել, որ
Միացյալ Նահանգների հետ մեր ունեցած ռազմավարական գործընկերության օրակարգի դեմ հանդես է գալիս ամերիկյան հարկատուների հաշվին գոյություն ունեցող ազատություն ռադիոկայան եւ սպասարկում է դրա ուղիղ հակառակ օրակարգը։ Այդ օրակարգը տորպեդահարողների օրակարգն է սպասարկում։ Ոնց էլի, հասկանում եք։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ խոսում ուժային ներկայության մասին, էլ չեմ խոսում, չգիտեմ, այդ Ռոսատրուդնիչествոների, ռուսկի դոմերի եւ այլ աղբակույտերի մասին։ Ես էլ չեմ խոսում այն իրավիճակի մասին, երբ Ռուսաստանը, որի հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու հարցում օգնություն ենք մենք խնդրում, մենք նորմալիզացնում ենք մեր ներսում։ Մեր թիվ 1 երաժշտական դպրոցը Չայկովսկիը։ Մեր, չգիտեմ, գլխավոր դպրոցները Պուշկին ու Չեխովը, հասկանում եք։ Ու մեր, ասենք, սիմֆոնիկ նվագախումբը թվում է թե ուրիշ հերոսի անուն չգիտի, միայն ընդ ինչ որ Գերգիևա բերում, ռեկլամանում, տոմս վաճառում եւ այլ մի մարդ, որի ձեռքը չեն սեղմում որևէ այսպես պարկեշտ մարդ եւ Եվրոպա նրան չեն թողնում, ինչի համար, որովհետեւ նա արդարացրել է այս սերիական սպանությունները Ուկրաինայում եւ այլն եւ այդպես շարունակ։ Սպասում եք Եվրոպան դա խորհուրդ տա։ Դեսովետիզացիան Հայաստանում մինչև հիմա արված չի։ Սրանք բաներ են, որոնցից զգալի մասը Մոլդովան արել է, հասկանում եք։ Իսկ մնացած օպերատիվ հարցերով, այո, Եվրամիությունը կարող է օգնել, բայց Եվրամիությունը չի արել եւ չի անելու մեր գործը մեր փոխարեն։ Եվ չի անելու հանուն նրա, որ մենք շարունակենք պրագմատիկ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ։ Այդպես չի լինում, հասկանում եք։ Հնարավոր չի լինել ամենախրոխտ աքլորը հավերի մեջ եւ ամենասիրուն հավը աքլորների մեջ միաժամանակ։ Հնարավոր չի։ Ես իշխանության արձագանքներից մեջ բերեմ, ասում են այնինչ տեղի ունեցավ Մոլդովայում, 2021-ին է տեղի ունեցել Հայաստանում։ Ճանապարհը, գործիքները, միջոցները մեզ ծանոթ են, անցած էտապ մեզ համար։ Եվ հետո ասում են, եթե ինչու գնանք սահմանափակումների ճանապարհով, եթե ենթադրենք մի 30 հոգի կարող է լծվել հիբրիդային ինչ-որ պատերազմի մեջ, բայց մի նախարար, մի պատգամավոր վեր կենա, բացատրի, ելույթ ունենա եւ ժողովրդի համար պարզ է թե ինչից հետո է։ Իրենք մասամբ ճիշտ են։ Այո, դա եւս պայքարի մեթոդ է, բայց այդ մեթոդներից միայն մեկն է։ Այս ամենը ինստիտուցիոնալ մոտեցում է պահանջում, այլ ոչ թե մի հատ ելույթ, կամ երկու հատ ելույթ, կամ մի սերիա ելույթ։ Ու հիբրիդային պատերազմը միայն տեղեկատվական կոմպոնենտ չի որում։ Ունի նաև տնտեսական կոմպոնենտ, ունի լոբիստական կոմպոնենտ եւ բազմաթիվ այլ կոմպոնենտներ, հետախուզադիվերսիոն կոմպոնենտ։ Մենակ այն չի, որ Սալավյովը բան ասեց, անունը դնենք հիբրիդային պատերազմ։ Դա հիբրիդային պատերազմի, այո, այն բնորոշիչ կոմպոնենտներից մեկն է, բայց ոչ միակ։ Այլ իշարը շատ է։ Անհոգությունը ու այս թերագնահատումը ռուսական ախտի ուղղակի շատ ու շատ վտանգավոր, որը չեն թերագնահատում իդե։ Ու էլի այնպես չի, որ շատ ու շատ հաջողել են այդտեղ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ շատ ու շատ երկրներ։ Նրանք չեն գնահատում, չեն թերագնահատում, բայց այնուամենայնիվ այդպես չի, որ 100%-անոց հաջողության են հասել։ Նրանք ամենօրյա ռեժիմով աշխատում են այս բանը։
Հասարակությունը, մեդիան, կառավարությունը, հատուկ ծառայությունները, օրենսդիրները բազմաթիվ ռեստրիկտիվ միջոցներ են դիմում, որ այս ամենի դեմն առնեն այս զառազայի դեմ։ Մեր մոտ առանց վիզայի գնում գալիս են։ Հետո էլ պարզ դարձավ, որ հայկական թիմը լեհական թիմի հետ ֆուտբոլ է խաղում այստեղ, Ռուսաստանից գալիս է մի բանդա թերմացք, ուղղակի լեհերի վրա հարձակվելու համար։ Հասկանում եք։ Ու ասում են մի հատ ելույթ կունենանք։ Բան չի ելույթ չունեցա։ Ոստիկանությունը նույնիսկ ելույթ չի ունեցել, մինչև ուրեմն պարզաբանում չկա, թե ինչ ա եղել, ոնց ա եղել, ոնց է ստացվել, որ ոստիկանությունը չի կանխատեսել, թե ինչ է նախապատրաստվում։ Հիմա էլ հո մենք էլ հպարտանում ենք, որ հիմա արդեն անձնագրային հսկողությունը լիակատար մեջն է։ Սենց է հսկի։ Սրանք հարցեր են։ Մինչև հիմա մենք Կիշինյովի բանի այդ կոնվենցիայի կողմ ենք։ Մինչև հիմա ռուսների հետ ռուսների այդ հայցեր ենք քննարկում լուրջ։ Թե Ռուսաստանի իրավապահ մարմինները։ Ռուսաստանը չունի իրավապահ մարմին։ Ռուսաստանն ունի գեստապո, ունի SS, չի կարող ունենալ իրավապահ մարմին։ Դրանք ուսադիրներով հանցագործներ, օրինականացված հանցագործներ, ապրիորի։ Լավ, այս բաները կա, որ սա արդեն հիգիենայի հարց է ուղղակի, հասկանում եք։ Սա բաներ են, որ Եվրոպան չպետք է խորհուրդ տա կամ խորհուրդ չտա։ Չէ, լավ, ես հասկանում եմ տնտեսական կախվածություն եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Բայց այս մի օրվա մեջ է եղել այս կախվածությունը։ Չէ, գնացեք կախվել են, հետո էլ հիմա էլ ասում են դե մենք կախված ենք։ Չի մասին է խոսքը։ Սենց անլուրջ չի կարելի վերաբերվել, սա չափազանց վտանգավոր է։ Բժիշկները գիտեն, կան ինֆեկցիաներ ու կան հատուկ վտանգավոր ինֆեկցիաներ։ Սա այդ երկրորդն է։ Եվ պետք է կարանտինային ռեժիմ։ Կարանտին։ Բառիս իհարկե փոխաբերական իմաստով, բայց այսպես ֆիգուրալ, հա։ Չի կարող լինել այլ ձև։ Եթե մենք իրոք անկեղծ ենք այդ հիբրիդային վտանգներին դիմագրավելու մեր ձգտման մեջ, այլ ոչ թե ասում ենք ասելու համար։ Պարոն Մեհրաբյան, այն, որ Հայաստանը աջակցություն է ստանալու Եվրամիությունից արտաքին միջամտությունները մասնական ընտրություններում թույլ չտալու համար, դե թեև հայ պաշտոնյաները անուն չեն տալիս երկրի, բայց եվրոպացի պաշտոնյաները տալիս են, ասում են դա Ռուսաստանն է։ Օրինակ ՀԱԿ-ը, հանրապետականները, Քոչարյանները կամ Քոչարյանամերձ շրջանակները, դաշնակցականները արձագանքեցին եւ ՀԱԿ-ից ասում են դրսից տղա եք բերում ընդդիմության վրա օգնելու Նիկոլ Փաշինյանի օկուպացիոն ռեժիմին, դաշնակներն ասում են, որ փող եք քերում Եվրամիությունից, որ ընդդիմությանը ճնշեք, հանրապետականներն ասում են ինչ բան աջակցություն, ինչ հիբրիդային պատերազմ, մեզ երկրորդ ռուսական ռազմաբազան է պետք, Քոչարյանի դաշինքի ներկայացուցիչները ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ հիբրիդային պատերազմի մասին է խոսքը ու այսպես շարունակ։ Սրանք նաև լավ ցուցիչներ են, որ այսպես անհանգստացել են, կարծես ինքնալյուստրացվում են, թե իրենք ինչով են զբաղված գուցե հիմա եւ առավելևս լինելու ընտրությունների նախաշեմին։ Այո, նրանք օգնում են պետությանը, որ պետությունը տեղից երկու անգամ վեր չկենա, էլի, այլ միանգամից հասցեներ իմանա ում հետևից է գնալու։ Եվ այստեղ պատասխանում եք, այո, մենք մեթոդական օգնություն ենք ստանալու, ֆինանսական օգնություն ենք ստանալու մի բանի համար, որ դուք այլևս քաղաքականության մեջ չլինեք։ Իսկ ձեր մեջ եղած հանցագործներն լինեն բանտում։ Այո։
որովհետև հանցագործի տեղը բանտն է։ Օրենքով, դատարանով, օրենքի տառին եւ ոգուն համապատասխան։ Սա պետք է լինի պատասխան։ Այո, իհարկե։ Իսկ դուք մինչև հիմա այտենց քաղաքականություն եք խաղում, միայն այն բանի շնորհիվ, որ պետությունը եղել է անկարող։ Իսկ հիմա պետք է դառնա կարող, որպեսզի դուք չլինեք։ Այո, որովհետև եթե դուք կաք եւ դուք էլ շատանեք, պետություն չի լինի։ Իսկ կներեք մեզ դա ձեռ չի տալիս։ Շատ պարզ։ Կամ դուք կամ պետություն։ Եվ շատ բնական է մեր ընտրությունը, որ պետք է լինի պետություն։ Թե ինչպիսին կլինի, արդեն այդ հարցի շուրջ, այո, ժողովրդավարության, բազմակարգության պայմաններում քննարկումները բոլոր հարցերի շուրջ լեգիտիմ։ Բայց այս շրջանակից դուրս, այնինչ արդեն շրջվում է պետության դեմ կամ պետության գոյությունն է դնում հարցականի տակ, այդ ամենը չի կարող լինել եւ կոչվել քաղաքական։ Այո, սա կոշտ պայքարի ուրեմն անհրաժեշտություն է առաջացնում։ Ռուսական կողմը արդեն երրորդ անգամ անդրադառնում է Սամվել Կարապետյանին, մասնավորապես ռուսական կապիտալի պաշտպանության տրամաբանության մեջ, միաժամանակ դիտարկում անելով, որ ռուս բիզնեսմենները որոշակի զգուշավորություն ունեն Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու համար, կապված այն ամենով, ինչ տեղի է ունենում եւ որպես օրինակ բերելով օրինակ Սամվել Կարապետյանին, հա։ Բայց ինչ է տեղի ունենում եւ որ երկրի ներկայացուցիչներն են էլի խոսում, Սամվել Կարապետյանը փորձեր նույն բանը անել Ռուսաստանում, գուցե պատկերացնել, չեմ ուզում, պատկերացնել կարելի է ինչ կարող է լինել նրա հետ, բայց կոռեկտ չեմ համարում արտահայտվեմ անգամ։ Սամվել Կարապետյանը, այո, ռուսական բիզնեսմեն է եւ Ռուսաստանի կողմից նրան դել քանի երրորդ անգամ անդրադառնալ, ես համարում եմ միանգամայն օրինաչափական։ Այլ է հարցը, մենք ոնց ենք մինչև հիմա պետությունով հանդուրժում, որ ռուս բիզնեսմենը Հայաստանում քաղաքական պրոցեսի մաս լինի։ Կամ պրոցեսի մաս լինի ինչ-որ մի քաղաքական խումբ, որը ուղղակիորեն աֆիլիացված է նրա հետ։ Կամ նրան համարում է, ոնց էին ասում, գաղափարական առաջնորդ։ Դե կներեք էլի։ Այդ մեկ, երկրորդ, այո, Ռուսաստանը փաստորեն ինքնալյուստրացիայով ցույց է տալիս, որ Սամվել Կարապետյանի հայտնվելը Հայաստանում որպես, այսպես ասենք, քաղաքական երևույթ, դա ռուսական պատվերի կատարում։ Դա ռուսներն են բացում, ըստ էության։ Իսկ ինչ վերաբերվում է ռուսական բիզնես արտահայտությանը, վաղուց ռուսական բիզնեսը եւ ջեպկիրությունը դա հոմանիշներ են։ Խուժանությունը եւս հոմանիշ է։ Գողությունը եւս հոմանիշ է։ Գանձագողությունը եւս հոմանիշ է։ Ոչ թափանցիկությունը հոմանիշ է։ Ցինիզմը հոմանիշ է։ Հիմա իրենք մեզ սպառնում են, թե ռուսական բիզնեսը սենց է։ Գնացեք ձեր Մագադանում ներդրումներ արեք, ճոխ-ճոխ ապրեք։ Եկել եք մեզ վախացնում եք, թե չէ, գա, քամին ցրտից մեռավ։ Վերադառնալով Թրիփին, Միացյալ Նահանգների դեսպանի հարցազրույցը եւ հայտարարությունները, դիտարկումները Թրիփի մասով, որ այն մեծ երաշխիք է Հայաստանի համար եւ Հայաստանի ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, ամեն դրա ներքո է տեղի ունենում Հայաստանը առանցքային կողմերից մեկն է նախագծի, որ Հայաստանի համար սա գերկարևոր եւ շատ մեծ նշանակություն ունեցող գործընթաց է ու հազար ու մի բաներ, որոնք վստահաբար մեր տիտղոսային ընդդիմության ականջներից լսելուց արյուն է եկել։ Նաև ուզում եմ անդրադառնանք իրանական կողմի արձագանքին, հա, այդ կտրուկ կոշտ եւ կոպիտ, բայց այստեղ շեշտեմ, որ իրանական կողմից արձագանքում էր Իրանի հոգևոր առաջնորդի թևի ներկայացուցիչը, ոչ գործադիր իշխանության, հա։ Ինչու է Իրանը այդպես արձագանքում եւ Իրանի
ինչու էր նաև Իրանը մտահոգված, որ, չգիտեմ, դա այլ անվամբ, բայց ՆԱՏՕ-ի ներկայության տեղակայում է Իրանի հյուսիսային սահմանին, որը սպառնում է և Թեհրանին, և Ռուսաստանի հարավին։ Օբյեկտիվ կողմը սրա այն է, որ Իրանը մեր անմիջական հարևանն է, Ադրբեջանի հարևանն է, Թուրքիայի հարևանն է, եւ երբ տարածաշրջանում տեղի են ունենում պատմական փոփոխություններ, որոնք շոշափում են թե հերթով գանք, հա, արևմուտքից արևելք, Թուրքիային, Հայաստանին եւ Ադրբեջանին, բարձր Իրանի մոտ դա առնվազն հետաքրքրություն է առաջացնելու, իսկ երբ նա ինքը ուղիղ մասնակից չի այս process-ների, ապա նաև հարցեր է առնվազն առաջացնելու, որը նա պետք է տա։ Եվ նա այդ հարցերը տալիս է։ Ես բնականաբար Բաքվի ու Անկարայի փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց բոլոր տված հարցերին Հայաստանը պատասխանում է։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ նրանք մեկ էլ խոսում են Ռուսաստանի հարավին վտանգի մասին, կներեք, ես ոստեղ բան չունեմ արտահայտելու բացի ափսոսանքից, որ 3000-ամյա դիվանագիտությունը իզորու չէ կառավարել երկրի հյուսիսում հյուսիսային սահմաններից անդին տեղի ունեցող շատ կարևոր փոփոխությունները, որի օբյեկտիվորեն շահառուներից մեկը նաև Իրանն է լինել։ Ուրիշ բան չէ, միայն այն, որ Ջուլֆայի երկաթուղային հանգույցն է բացվելու եւ ապաշրջափակման արդյունքում Իրանը ուղիղ երկաթուղային ելք է ստանում դեպի Սև ծով։ Բացի դրանից ստանում է հաղորդակցություն նաև Թուրքիայի երկաթուղային ցանցի հետ։ Իսկ հիմա Իրանը ունի միայն մեկ միագիծ երկաթուղի, որը ընդամենը մեկ շարժակազմ կարող է մեկ ուղղությամբ գնալ, ճանապարհին էլ պետք է լաստանավով Վանալիճը հատի, որ նա հասնի տեղ։ Իսկ այստեղ երկգիծ երկաթուղի է աշխատում։ Պես որ դա իսկ մնացածն էլ դժվարանամ բացալ, բայց ես նաև ներքին համոզմունք ունեմ, որ Իրանի արտգործնախարարությունում այս բաները շատ ավելի լավ են հասկանում, քան Այաթոլլայի արդեն խորը ծերության տարիներ ապրող այդ խորհրդականը, որը հենց իներցիայով բան է խոսում, դե ես Հիշենք, որ նաև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Այս դե հա, փոքրիկ դիտարկում էլի։ Իրանի հայտարարություններից սրտնեղացնել։ Այո, շեշտենք, Իրանի անմիջական հարևան Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունեցող Կատարում ամերիկյան մեծ ռազմաբազա է։ Եվ թուրքական էլ իդեպ նաև Իրանի հարավում, որտեղ գտնվում են հիմնական նավթի պաշարները եւ այդ նավթի արտահանման հիմնական, այսպես են, հանգույցները, Բանդար-Աբասը, հենց այդտեղ ամերիկյան ռազմածովային ուժերի բացարձակ գերակայություն է։ Եվ այլն, եւ այդպես շարունակ։ Այս ամենը ուղղակի մենք պետք է շատ ուշադիր լինենք, մեր խնդիրը չկորցնենք Իրանին որպես շատ, այսպես ասենք, թանկարժեք գործընկեր եւ հարևան։ Իրանը այդ իմաստով ոչ լավն է, ոչ վատը։ Իրանը հարևան է, վերջ։ Այո, եթե պետք է օրը 10 անգամ ասել նույն բանը, ուրեմն 10 անգամ, 11 անգամ պետք է ասել նույն բանը, մինչև այնտեղ այդ համոզմունքը ձևավորվի, իներցիան հաղթահարվի եւ գան այն համոզման, որ Հայաստանում Իրանի դեմ որևէ բան չի արվում եւ չի արվելու մի շատ պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանին դա ձեռ չի տալիս։
Այդ մասին նաև հայտարարեց Հայաստան ու Միացյալ Նահանգների դեսպանը, որ Իրանը ոչ մի խնդիր չունի անհանգստանալու Իջիպտային սահմանի մասով։ Այո, Իրանի նախագահը եւ արտգործնախարարն էլ հայտարարել են, որ հայաստանցի պաշտոնյաները իրենց հավաստիացրել են, որ այս գործընթացում հակաիրանական որևէ գործընթաց չկա։ Հայաստանի արտգործնախարարության արձագանքի անհրաժեշտություն կա Ռուսաստանի արձագանքին։ արձագանքել է Ռուբեն Ռուբինյանը, որ ոչ մի քննարկում էլ չկա, բայց այստեղ երևի լրացնել էլ է պետք, որ չպետք է լինի նաև, հա։ Իսկ եթե դուք մասնակցություն եք ուզում, այն ռուս դասականը դրա մասին ուղիղ մի հատ լավ բան է ասել, հա, մի դասական ստեղծագործության մեջ, չէ, от мертвого осла уши, получите у Пушкина, չէ, до свидания дефективный։ Այ մոտավորապես սա է Հայաստանի պատասխանը Ռուսաստանի տրիպին մասնակցելու համար։ Դե իրենք էլ ասում են հարավկովկասյան երկաթուղի։ Չեք ունենա հարավ-կովկասյան երկաթուղի, սահմանապահ զորքեր չեք ունենա սահմանապահ զորքեր, այո, դուրս կշպրտվեք եւ այդ հարցերը չեք մտցնի մեր աչքը։ Եվ իրենք կրկնեմ, իրենք հուշում են մեզ, թե որտեղից իրենց պետք է ռադարվի, որ այս խոսակցությունները փակելու համար։ Շնորհակալ եմ, պարոն Մայրաբյան։ Համեցեք։ Զրուցակիցս Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։